Սաղմոս 35-ը ամենահզորը կախարդանքները, անեծքները նախանձը կոտրելու համար, հզոր աղոթք։ Բարի գալուստ, իմ սիրելի եղբայրներ քույրեր, այսօր մենք կխոսենք մի շատ հատուկ հզոր աղոթքի մասին, որը կարող է փոխել ձեր կյանքը։ Սա Սաղմոս 35-ն է, որը հայտնի է որպես ամենահզոր աղոթքներից մեկը հոգոր պաշտպանության համար։ Շատ մարդիկ այսօր տառապում են անտեսանելի ուժերից, նրանք զգում են, որ ինչ-որ բան սխալ է իրենց կյանքում, բայց չեն կարող հասկանալ, թե ինչ, նրանք ունեն անընդհատ խնդիրներ, անհաջողություններ, հիվանդություններ, որոնք չեն բացատրվում բժշկական ախտորոշմամբ, նրանց հարաբերությունները քայքայվում են առանց պատճառի, նրանց ֆինանսները միշտ դժվարության մեջ են, եւ նրանք զգում են, կարծես ինչ-որ մեկը դիտում է նրանց, ուզում է նրանց վատը։ Եթե դուք ճանաչում եք այս զգացողությունները, ապա այս ուղերձը ձեզ համար է։ Սաղմոս 35-ը գրված է Դավթի կողմից, մի մարդու, ով հայտնի էր իր թշնամիների դեմ պայքարելու համար, ոչ թե ֆիզիկական զենքով, այլ հոգոր զենքով։ Նա ապավինում էր Աստծուն նրա հզորությանը։ Այս սաղմոսը հատուկ հզորություն ունի, որովհետև այն դիմում է Աստծուն պաշտպանելու մեզ մեր թշնամիներից, բայց դուք պետք է հասկանաք, որ մեր իրական թշնամիները միշտ մարմնավոր չեն, երբեմն մեր թշնամիները հոգոր են, չար ուժեր, որոնք գործում են մարդկանց միջոցով։ Նախքան սկսելը, թույլ տվեք ինձ բացատրել ձեզ, թե ինչպես կիրառել այս սաղմոսը ճիշտ։ Դուք չեք կարող պարզապես կարդալ բառերը առանց հավատքի սպասել արդյունքների։ Աղոթքը պահանջում է հավատք, պահանջում է խոնարհություն, պահանջում է սրտի մաքրություն։ Առաջին, դուք պետք է պատրաստվեք, գտեք հանգիստ վայր, որտեղ ոչ ոք չի անհանգստացնի ձեզ, անջատեք ձեր հեռախոսը, հեռացրեք բոլոր շեղումները, այս պահը միայն ձեր Աստծո միջ է։ Երկրորդ, մաքրեք ձեր մտքերը, փակեք ձեր աչքերը, շնչեք խորը, թողեք գնա բոլոր բացասական մտքերը, բոլոր անհանգստությունները, բոլոր վախերը, թողեք գնա բոլոր ատելությունը, բոլոր բարկությունը, աղոթքը չի աշխատի, եթե ձեր սիրտը լի է բացասականությամբ։ Երրորդ, բացեք ձեր սիրտը Աստծուն, խոսեք նրա հետ անկեղծորեն, պատմեք նրան ձեր ցավերի մասին, ձեր վախերի մասին, ձեր խնդիրների մասին, նա արդեն գիտե, բայց նա ուզում է լսել ձեզ, նա ուզում է, որ դուք վստահեք նրան։ Այժմ թույլ տվեք ինձ բացատրել, թե ինչու Սաղմոս 35-ը այդքան հզոր է։ Այս սաղմոսը խոսում է Աստծո արդարադատության մասին։ Այն խնդրում է, որ Աստված պաշտպանի մեզ մեր թշնամիներից, մեր հալածիչներից։ Այն խնդրում է, որ նրանք, ովքեր փնտրում են մեր վատը, ինքնատուն կլինեն ամաչեն։ Բայց սա միայն վրեժխնդրության մասին չէ, սա արդարադատության մասին է։ Աստված արդար է, նա չի թողնի, որ անմեղները տառապեն առանց պատճառի։ Երբ մարդիկ օգտագործում են կախարդանք, երբ նրանք անիծում են ուրիշներին, երբ նրանք ուղարկում են չար նախանձ, նրանք խախտում են Աստծո օրենքները, եւ Աստված կպաշտպանի իր երեխաներին։ Կախարդանքը իրական է, շատ մարդիկ չեն հավատում դրան, բայց դա չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Կախարդանքը, երբ ինչ-որ մեկը օգտագործում է հոգոր ուժեր, վնասելու մեկ ուրիշին, դա կարող է լինել խոսքերի միջոցով, կարող է լինել ծեսերի միջոցով, կարող է լինել նույնիսկ մտքերի միջոցով։ Անեծքը նույնպես իրական է, երբ ինչ-որ մեկը անիծում է ձեզ բարկությամբ, երբ նրանք ցանկանում են ձեր վատը իրենց սրտի խորքում, դա ստեղծում է հոգոր կապ, այդ բացասական էներգիան կարող է ազդել ձեր կյանքի վրա, եթե դուք հոգորապես չեք պաշտպանված։ Նախանձը մեկ այլ հզոր չար ուժ է, շատ մարդիկ թերագնահատում են նախանձը, բայց այն կարող է անել մեծ վնաս, երբ ինչ-որ մեկը նախանձում է ձեր հաջողությանը, ձեր երջանկությանը, ձեր օրհնությանը, այդ նախանձը կարող է արգելափակել ձեր օրհնությունները։ Այն կարող է ստեղծել խոչընդոտներ ձեր ճանապարհին։ Բայց մի վախեցեք, Աստված ավելի հզոր է, քան ցանկացած կախարդանք, ցանկացած անեծք, ցանկացած նախանձ, երբ դուք աղոթում եք Սաղմոս 35-ը հավատքով, դուք կանչում եք Աստծո պաշտպանությունը, եւ երբ Աստված պաշտպանում է ձեզ, ոչ ոք չի կարող ձեզ վնասել։ Այժմ թույլ տվեք ինձ կարդալ ձեզ Սաղմոս 35-ը, լսեք ուշադրությամբ, թողեք, որ այս խոսքերը մտնեն ձեր սիրտ։ Տեր, պայքարիր դեմ նրանց, ովքեր պայքարում են իմ դեմ, կռվիր դեմ նրանց, ովքեր կռվում են իմ դեմ, վերցրու վահանը ասպարը վեր կաց իմ օգնության, հանիր նիզակը փակիր ճանապարհը նրանց, ովքեր հետապնդում են ինձ, ասա իմ հոգուն, ես քո փրկությունն եմ։ Թող ամաչեն նախատվեն նրանք, ովքեր փնտրում են իմ կյանքը, թող հետ դարձվեն խայտառակվեն նրանք, ովքեր մտածում են չար իմ դեմ, թող լինեն որպես փոշիկ համու արջ, Տիրոջ հրեշտակը թող հալածի նրանց, թող նրանց ճանապարհը մութ սահուն լինի, Տիրոջ հրեշտակը թող հալածի նրանց։ Որովհետև առանց պատճառի նրանք թաքցրել են ինձ համար իրենց ցանցը հորի մեջ, առանց պատճառի փորել են իմ հոգու համար, թող անսպասելի կործանումը գա նրանց վրա, թող նրա ցանցը, որը նա թաքցրել է, բռնի իրեն, թող նա ընկնի իր մեջ իր սեփական կործանման մեջ։ Եվ իմ հոգին կուրախանա Տիրոջ մեջ, այն կցնծա նրա փրկության մեջ, իմ բոլոր ոսկորները կասեն, Տեր, ով է նման քեզ, ով փրկում ես աղքատին նրանից, ով ավելի ուժեղ է, քան նա, այո, աղքատին կարիքավորին նրանից, ով թալանում է նրան։
Սուտ վկաներ վեր կացան, նրանք հարցրին ինձ այն բաների մասին, որ ես չգիտեի, նրանք պարգեցին ինձ չարը բարու փոխարեն, աղքատացնելով իմ հոգուն, բայց ինձ համար, երբ նրանք հիվանդ էին, իմ հագուստը քուրձ էր, ես նվաստացրի իմ հոգին ծոմապահությամբ, իմ աղոթքը վերադարձավ իմ ծոցիս։ Ես վարվեցի այնպես, կարծես նա իմ ընկերն էր կամ եղբայրը, ես խոնարհվեցի ծանր որպես ով որ զսկում է իր մոր համար, բայց իմ անկման մեջ նրանք ուրախացան հավաքվեցին միասին, այո, բռնագործները հավաքվեցին իմ դեմ, ես չգիտեի, նրանք պատառեցին ինձ չդադարեցին։ Տեր, քանի ժամանակ կդիտես սա, փրկիր իմ հոգին նրանց կործանումներից, իմ թանկագին կյանքը առյուծներից, ես կշնորհակալություն հայտնեմ քեզ մեծ ժողովրդության մեջ, ես կպարծենամ քեզ հզոր մարդկանց միջ։ Թող չուրախանան իմ թշնամիները իմ վրա անիրավ, ոչ էլ թող աչք թարթեն նրանք, ովքեր ատում են ինձ առանց պատճառի, որովհետև նրանք չեն խոսում խաղաղության մասին, այլ նրանք մտածում են խաբեբայական խոսքեր երկրի հանգիստ մարդկանց դեմ։ Այո, նրանք լայնացրին իրենց բերանը իմ դեմ ասացին, ահա, մեր աչքը տեսել է այն, այս դու տեսար, Տեր, մի լռիր, ով Տեր, մի հեռացիր ինձանից, արթնացիր զարթնիր իմ դատաստանի իմ պատճառի համար, իմ Աստված իմ Տեր։ Դատիր ինձ, Տեր իմ Աստված, ըստ քո արդարադատության, թող նրանք չուրախանան իմ վրա, թող նրանք չասեն իրենց սրտերում, ահա, մեր հոգու ցանկությունը, թող նրանք չասեն, մենք կլանել ենք նրան։ Թող ամաչեն խայտառակվեն միասին նրանք, ովքեր ուրախանում են իմ վնասին, թող նրանք հագնեն ամոթ անարգանք, ովքեր մեծանում են իմ դեմ, թող ցնծան ուրախանան նրանք, ովքեր հաճ ունեն իմ արդարությամբ, այո, թող միշտ ասեն, թող մեծացվի Տերը, ով հաճություն ունի իր ծառայի բարեկեցության մեջ։ Եվ իմ լեզուն կխոսի քո արդարադատության մասին, քո փառքի մասին ամեն օր։ Այս սաղմոսը հզոր է, իմ ընկերներ, բայց ձեզ պետք է հասկանալ ինչպես օգտագործել այն ճիշտ կերպով։ Այս սաղմոսը կարող եք կարդալ ամեն օր, հատկապես երբ զգում եք, որ հոգոր հարձակման տակ եք։ Եթե դուք զգում եք, որ ինչ-որ մեկը օգտագործել է կախարդանք ձեր դեմ, կարդացեք այս սաղմոսը եռապատիկ օրը, առավոտ, կեսօր, գիշեր, կարդացեք այն բարձր ձայնով, հավատքով, վստահությամբ, մի պարզապես կարդացեք բառերը, այլ զգացեք դրանք ձեր սրտում։ Երբ դուք կարդում եք այս սաղմոսը, դուք զինվում եք հոգորապես, դուք կանչում եք Աստծո պաշտպանությունը ձեր կյանքի վրա, Աստծո հրեշտակները շրջապատում են ձեզ, Աստծո լույսը լցնում է ձեզ, եւ ամեն չար ուժ, որը փորձում էր ձեզ վնասել, փախչում է։ Բայց հիշեք, աղոթքը միայն մի մասն է, դուք պետք է նա ապրեք արդար կյանք, դուք չեք կարող աղոթել պաշտպանության համար, եթե ինքներդ ապրում եք մեղքի մեջ, դուք չեք կարող խնդրել Աստծուն պաշտպանել ձեզ ձեր թշնամիներից, եթե ինքներդ եք թշնամիներ ուրիշների համար։ Աստված պաշտպանում է մաքուր սրտերը, նա պաշտպանում է նրանց, ովքեր փնտրում են արդարությունը, նա պաշտպանում է նրանց, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ։ Եթե դուք զգում եք, որ կախարդանք է արվել ձեր ընտանիքի դեմ, կարդացեք այս սաղմոսը ձեր տանը, քայլեք ձեր տան ամեն սենյակում, կարդացեք այն բարձր ձայնով, արտաբերեք Աստծո անունը ամեն անկյունում, արտաբերեք Հիսուսի անունը ամեն դռան վրա, արտաբերեք Սուրբ Հոգու անունը ամեն պատուհանի վրա։ Աղոթքը ունի ուժ ոչնչացնելու ամեն չար հաստատություն, Աստծո խոսքը սուր է, քան ցանկացած երկկողմանի սուր, այն կարող է կտրել հոգոր կապերը, այն կարող է կոտրել անեծքները, այն կարող է ոչնչացնել կախարդանքը։ Երբ դուք կարդում եք Սաղմոս 35-ը, դուք հայտարարում եք, որ Աստված ձեր պաշտպանիչն է, դուք հայտարարում եք, որ ոչ մի զենք, որը ձավորված է ձեր դեմ, չի հաջողի, դուք հայտարարում եք, որ դուք Աստծո երեխան եք, որ նա չի թողնի, որ դուք տառապեք անարդարորեն։ Բայց դուք պետք է նա ներեք, այո, դուք լսեցիք ճիշտ, դուք պետք է ներեք նրանց, ովքեր վնասել են ձեզ, սա կարող է լինել շատ դժվար, հատկապես եթե նրանք արել են մեծ չարիք ձեր նկատմամբ, բայց ներումը ազատում է ձեզ։ Երբ դուք չեք ներում, դուք պահում եք այդ մարդուն ձեր կյանքում, դուք պահում եք այդ ցավը ձեր սրտում, եւ այդ ցավը դառնում է բացվածք, որով չար ուժերը կարող են մտնել, բայց երբ դուք ներում եք, դուք փակում եք այդ դուռը, դուք ազատվում եք։ Ներումը չի նշանակում, որ այն, ինչ նրանք արեցին, լավ էր, ներումը չի նշանակում, որ դուք պետք է մնաք հարաբերություններում այդ մարդկանց հետ, ներումը պարզապես նշանակում է, որ դուք ազատում եք ձեզ նրանց բանտից։ Երբ դուք աղոթում եք Սաղմոս 35-ը, աղոթեք նա ներման համար, խնդրեք Աստծուն օգնել ձեզ ներել, եթե դուք չեք կարող ներել ինքներդ, խնդրեք Աստծուն ներել ձեր մեջ, նրա շնորհքը բավական է։ Այժմ թույլ տվեք ինձ պատմել ձեզ մի իրական պատմություն։ Եղել է մի կին, ում կանչենք Մարիա։ Մարիան ապրում էր երջանիկ կյանքով, նա ուներ լավ ամուսին, 3 գեղեցիկ երեխա, հաջողակ բիզնես, բայց հանկարծ ամեն ինչ սկսեց փոխվել։ Նրա ամուսինը դարձավ հեռավոր սառը, նրա երեխաները սկսեցին հիվանդանալ մեկ առ մեկ, նրա բիզնեսը սկսեց կորուստներ ունենալ, բժիշկները չէին կարող պարզել, թե ինչ էր խնդիրը երեխաների հետ, նրանք անցան բազմաթիվ քննություններ, բայց բոլորը վերադարձան բացասական։
Մարիան սկսեց զգալ, որ ինչ-որ բան այլ էր տեղի ունենում, նա սկսեց տեսնել տարօրինակ երազներ, նրա տանը սկսեցին լսվել տարօրինակ ձայներ, իրերը տեղաշարժվում էին առանց պատճառի, նա զգում էր անընդհատ, որ ինչ-որ մեկը հետում էր նրան։ Մի օր Մարիայի մոր ընկերուհին եկավ այցի, նա իրավունք ունեցող կին էր, տեսավ անմիջապես, որ Մարիայի տան հոգոր խնդիր կար, նա ասաց Մարիային, որ ինչ-որ մեկը արել էր կախարդանք նրա ընտանիքի դեմ։ Սկզբում Մարիան չէր հավատում, նա ուսումնառություն ունեցող կին էր, նա չէր հավատում այդ բաներին, բայց այնուհետ կինը նրան ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ, նա ասաց. Մտածիր նրանց մասին, ով կարող է նախանձել քեզ, ով կուզեր այն, ինչ դու ունես։ Եվ հենց այն պահին Մարիան հիշեց, նրա ամուսնու նախկին ընկերուհին, կին, ով երբեք չէր ընդունել, որ Մարիան ամուսնացել է նրա հետ, կին, ով միշտ զանգում էր, փորձում էր խանգարել նրանց ամուսնությունը, կին, ով վերջերս եկել էր նրանց տուն, պահանջել էր գումար, փող։ Մարիան հիշեց, թե ինչպես այդ կինը շրջել էր նրանց տանը, ինչպես նա շոշափել էր ամեն ինչ, ինչպես նա մտել էր երեխաների սենյակ առանց թույլտվության, եւ հիշեց, որ շատ շուտ այդ այցից հետո սկսվեցին բոլոր խնդիրները։ Կինը սովորեցրեց Մարիային, թե ինչպես աղոթել, նա ասաց նրան կարդալ Սաղմոս 35-ը ամեն օր, 3 անգամ օրը, նա ասաց նրան մաքրել տունը աղով աղոթքով, նա ասաց նրան ամուրացնել իր հավատքը Աստծո մեջ։ Մարիան արեց այն, ինչ ասվեց, նա սկսեց կարդալ Սաղմոս 35-ը ամեն օր, առավոտ, երբ նա արթնանում էր, առաջինը, ինչ նա անում էր, կարդում էր Սաղմոսը, կեսօրին, նրա ճաշի ժամանակ, նա կարդում էր կրկին, եւ գիշերը, նախքան քնելը, նա կարդում էր 3-րդ անգամ։ Եվ հավատակ կամ ոչ, 2 շաբաթ հետո ամեն ինչ սկսեց փոխվել, նրա երեխաները սկսեցին ավելի լավ զգալ, նրա ամուսինը վերադարձավ լինելու այն սիրող մարդը, ում նա ամուսնացել էր, նրա բիզնեսը սկսեց կրկին աճել, եւ այն տարօրինակ բաները, որ տեղի էին ունենում նրա տանը, դադարեցին։ Մարիան պատմեց ինձ այս պատմությունը իր սեփական բերանից, նա ասաց, որ այժմ նա աղոթում է Սաղմոս 35-ը ամեն օր, անգամ երբ ամեն ինչ լավ է, նա ասաց, որ այն դարձել է նրա պաշտպանական վահանը հոգոր աշխարհում։ Այս պատմությունը ցույց տալիս է մեզ, որ հոգոր պայքարը իրական է, մենք չենք կարող անտեսել այն, մենք պետք է զինված լինենք, եւ մեր ամենահզոր զենքը աղոթքն է։ Սաղմոս 35-ը հատկապես հզոր է, որովհետև այն դիմում է Աստծո արդարադատությանը, այն չի ասում մեզ վրեժխնդրություն անել մեր սեփական ձեռքերով, այն չի ասում մեզ շարունակություն այնտեղից, որտեղ դադարեց։ Վրեժխնդրություն անել մեր սեփական ձեռքերով, այն չի ասում մեզ ատել մեր թշնամիներին, այն ասում է մեզ վստահել ամեն ինչ Աստծո ձեռքերին, եւ երբ մենք անում ենք դա, Աստված գործում է մեր օգտին։ Աստծո արդարադատությունը կատարյալ է, այն նման չէ մարդկային արդարադատությանը, որը կարող է կոռումպացված լինել, որը կարող է անարդար լինել, Աստծո արդարադատությունը տեսնում է ամեն ինչ, այն ճանաչում է սրտերը, այն ճանաչում է մտադրությունները։ Եվ այն գործում է ճիշտ ժամանակին։ Երբեմն դուք կարող եք մտածել, որ Աստված ուշանում է, դուք կարող եք մտածել, որ նա չի լսում ձեր աղոթքները, բայց ես ասում եմ ձեզ, Աստված միշտ լսում է, նա աշխատում է նույնիսկ երբ դուք չեք տեսնում, նա պատրաստում է ձեր ազատագրումը նույնիսկ երբ ամեն ինչ թվում է մութ։ Նշանները, որ դուք կարող եք լինել հոգոր հարձակման տակ։ Թույլ տվեք ինձ կիսվել ձեզ հետ մի քանի նշաններով, որ դուք կարող եք լինել հոգոր հարձակման տակ։ 1. Անընդհատ գիշերային ահազանգեր, դուք ունեք անհանգստացնող երազներ կրկնվող կերպով, երազներ, որտեղ դուք հետապնդվում եք, ընկնում եք կամ տեսնում եք մութ արարածներ։ 2. Անբացատրելի հոգնածություն, դուք զգում եք անընդհատ հյուծված, անկախ նրանից, թե որքան շատ եք քնում, դուք արթնանում եք ավելի հոգնած, քան երբ քնել էիք։ 3. Անսովոր հիվանդություններ, դուք հիվանդանում եք հաճախ, բժիշկները չեն կարող գտնել պատճառը, ախտանիշները գալիս գնում են առանց բացատրության։ 4. Ֆինանսական արգելափակումներ, անկախ նրանից, թե որքան շատ եք աշխատում, գումարը թվում է, որ անհետանում է, անսպասելի ծախսերը միշտ հայտնվում են։ 5. Հարաբերությունների խնդիրներ, դուք սկսում եք կռվել ձեր սիրելիների հետ առանց իսկական պատճառի, ձերը խաղաղությունը, որ մեկ անգամ եղել են, հեռանում են։ 6. Մութ մտքեր, դուք ունեք մտքեր, որոնք սովորական չեն ձեզ համար, մտքեր ինքնավնասման, հուսահատության, վախի մասին։ 7. Տարօրինակ զգացում տանը, ձեր տունը այլևս չի զգացվում անվտանգ, դուք զգում եք, որ ինչ-որ մեկը նայում է ձեզ, դուք լսում եք անբացատրելի ձայներ։ Եթե դուք ճանաչում եք այս նշանները, մի վախեցեք, սա ճիշտ այն պահն է սկսելու աղոթել Սաղմոս 35-ը։ Ինչպես ամրացնել ձեր հոգոր պաշտպանությունը։ Բայց Սաղմոս 35-ը միայն մեկ մասն է ձեր հոգոր զրահի, ահա այլ բաներ, որ դուք պետք է անեք։ Կարդացեք Աստվածաշունչը ամեն օր, Աստծո խոսքը ձեր հոգոր սնունդն է, այն ամրացնում է ձեր հավատքը, պաշտպանում ձեր միտքը։
Աղոթեք անընդհատ, մի սահմանափակվեք միայն առավոտյան կամ գիշերվա աղոթքներով, աղոթեք ամբողջ օրվա ընթացքում, խոսեք Աստծո հետ, կարծես նա ձեր լավագույն ընկերն է։ Մաքրեք ձեր տունը, հեռացրեք ամեն ինչ, որը կապված է կախարդանքի, օկուլտիզմի կամ կուռքերի հետ, մաքրեք ձեր տունը ֆիզիկապես հոգորապես։ Պահպանեք ձեր սիրտը մաքուր, ապրեք արդարությամբ, խուսափեք մեղքից, ներեք նրանց, ովքեր վնասել են ձեզ, չպահեք դառնություն ձեր սրտում։ Շրջապատվեք հավատացյալներով, միացեք եկեղեցու, գտեք ընկերներ, ովքեր կիսում են ձեր հավատքը, մեկուսացված հավատացյալը խոցելի հավատացյալ է։ Պահեք ծոմապահություն, ծոմապահությունը հզոր հոգոր զենք է, այն ամրացնում է ձեր աղոթքները, մաքրում ձեր հոգին։ Օգտագործեք սուրբ յուղ, օրհնված յուղը կարող է օգտագործվել ձեր տան դռների պատուհանների վրա, որպես հոգոր պաշտպանություն։ Լսեք սուրբ երաժշտություն, փառաբանություն, սրբավայելչագործության երգեր ստեղծում են Աստծո ներկայության մթնոլորտ ձեր տանը։ Վերջին խորհուրդներ։ Իմ սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ ավարտել այս ուղերձը մի քանի վերջին խորհուրդներով։ Առաջին, մի երբեք թերագնահատեք աղոթքի ուժը, աղոթքը փոխում է իրավիճակները, աղոթքը բացում է երկինքը, աղոթքը տեղաշարժում է Աստծո ձեռքը։ Երկրորդ, եղեք համբերատար, հոգոր պայքարը միշտ չի լուծվում մեկ օրում, երբեմն այն պահանջում է ժամանակ, բայց մի հիասթափվեք, շարունակեք աղոթել, շարունակեք հավատալ։ Երրորդ, մնացեք զգոն, չարը երբեք չի քնում, նա միշտ փնտրում է միջոց մտնելու ձեր կյանքը, պահպանեք ձեր հոգոր զրահը միշտ։ Չորրորդ, հիշեք, որ հաղթանակը արդեն ձերն է, Հիսուսը արդեն հաղթել է խաչի վրա, Սատանան արդեն պարտված թշնամի է, դուք պարզապես պետք է պնդել հավատքի մեջ։ Հինգերորդ, կիսեք այս ուղերձը ուրիշների հետ, շատ մարդիկ տառապում են լռություն մեջ, չգիտելով, որ կա օգնություն, կիսեք այս սաղմոսը նրանց հետ, ովքեր կարիք ունեն։ Հիմա, նախքան ավարտելը, եկեք աղոթենք միասին։ Վերջնական աղոթք։ Երկնային Հայր, մենք գալիս ենք քո արջ խոնարհությամբ, մենք խոստովանում ենք, որ կարիք ունենք քո օգնության, մենք ճանաչում ենք, որ առանց քեզ մենք անուժ ենք։ Տեր, մենք խնդրում ենք քեզ պաշտպանել մեզ ամեն չար ուժից, կոտրիր ամեն կախարդանք, որը արված է մեր դեմ, ոչնչացրու ամեն անեծք, որը խոսված է մեր դեմ, արգելափակիր ամեն չար նախանձ, որը ուղղված է մեր կողմը։ Տեր, մենք հայտարարում ենք, որ դու մեր պաշտպանիչն ես, մենք հայտարարում ենք, որ ոչ մի զենք, որը ձավորված է մեր դեմ, չի հաջողի, մենք հայտարարում ենք, որ մենք ապահով ենք քո ձեռքերում։ Լցրու մեզ քո Սուրբ Հոգով, տուր մեզ ուժ շարունակելու, տուր մեզ հավատք հավատալու, տուր մեզ համբերություն սպասելու քո կատարյալ ժամանակին։ Մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով, ով կենդանի է թագավորում է քո հետ հավերժորեն, ամեն։ Եզրակացություն։ Իմ սիրելի ընկերներ, հիշեք այս խոսքերը, դուք ամենայն ինչի հաղթող եք նրա միջոցով, ով սիրել է ձեզ, դուք Աստծո երեխան եք, նա երբեք չի լքի ձեզ։ Սաղմոս 35-ը ձեր զենքն է, օգտագործեք այն, աղոթեք այն հավատքով և դիտեք, թե ինչպես Աստված գործում է ձեր կյանքում։ Աստված օրհնի ձեզ, պաշտպանի ձեզ, Աստծո երեսը լուսավորի ձեզ, Աստված բարձրացնի իր երեսը ձեր վրա, տա ձեզ խաղաղություն։ Ամեն, ամեն։ Եթե այս ուղերձը օգնեց ձեզ, խնդրում եմ կիսել այն ձեր ընտանիքի ընկերների հետ, կիսեք այն բոլորի հետ, ովքեր կարիք ունեն հոգոր պաշտպանության, միասին մենք ուժեղ ենք Տիրոջ մեջ։ Աստված ձեզ հետ է միշտ, ամեն։